այս հարցը նոր չի, այս հարցը բազմաթիվ անգամ, ոնց են ասում, բարձրացված հարց է, բարձրացվում է եւ թողնվում է այտենց ոնց են ասում բախտիկ մահաճույքի։ Միշտ էլ ասվել է, որ չի կարելի, այն էլ մեր շենքերի վրա, ասենք թե 5 հարկանի համանյանական ոճի շենքերի վրա նման մոտեցում ցուցաբերել, ինքներդ տեսնում եք, թե ինչպեսի դեֆորմացիաներ են ենթարկվում այդ շենքերը գեղարվեստական առումով։ Իսկ ավելի վատթարագույնն է, երբ որ այդ շենքերը արդեն իրենք մինչև 7 բալանոցա, որը կասեի հիմա քաղաքաշինության ներկայացուցիչը, այսինքն նրա ռեսուրսը սպառված է եւ նրա վրա մի ավելորդ ծանր բեռ դնելը արդեն իսկ վտանգում է բոլոր բնակիչներին։ Այդ հարցերը ես նորից եմ կրկնում, քննարկվել է բազմաթիվ անգամ, ընդհանուր որ բացարձակապես նույնիսկ արգելվել է։ Բայց ինչ-ինչ ճանապարհներով, հաշվի առնելով, ասենք թե դիմողի հենց իր անձնավորությունը եւ այլն, այդպիսի բացթողումներ են եղել եւ այդ բացթողումները արդեն իսկ մեծ չափերի են, ահռելի չափերի են։ Մեր քաղաքն էլ լանդշաֆտի վրա է եւ յուրաքանչյուր կետից ակամա դու տեսնում ես նաեւ տանիքները, այսինքն մեր մոտ տանիքների վիճակը անմիջապես երևում է, նույնիսկ սովորական մարդը կարող է նկատել, որ ինչ որ մի բան այնպես չի, որովհետև այդ տանիքները աղավաղված են բազմաթիվ մանսարդային հարկերով եւ այլն, որոնք չունեն կամ ունեցել են նախագծեր, բայց արդեն կառուցողը, սեփականատերը իր քմահաճույքներով այնպես աղավաղել եւ պետությունն էլ արդեն ասում է դե այդ մարդկանց տունը ոնց քանդենք հիմա եւ այդպես դրանք շարունակում են գնալ։ Էլ չեմ ասում, որ 9 հարկանի, 12 հարկանի շենքերի ամբողջ տանիքներով, որը չի թույլատրվում կամ թույլատրվում է միասնական նախագծով, արված են այնպիսի բաներ, որ երևի աշխարհում միակն ենք մենք։ Հետևաբար վարչապետի ասածը մտահոգությունը շատ տեղին է եւ Երանի այս անգամ այդ մտահոգությունը հասնի բոլորին եւ գործադիր իշխանությունները բոլորը կարողանան այդ խնդիրը կասեցնել նախ եւ հետո կարգավորեն։ Դա ոչ միայն Երևանին է վերաբերում, այլ ամբողջ հանրապետության տարածքով։ Չի կարելի այդպես բան անել եւ ես կարծում եմ, որ վարչապետի ասածը չնայած այն օրենքները, որ մենք ունենք եւ որով չէր կարելի դրանք անել, բոլորովին վարչապետի խնդիրը նույնիսկ չդառնա, որովհետեւ կան գերատեսչություններ, կան համայնքների ղեկավարներ, որոնց իրավասության տակ է գտնվում, որովհետեւ չթողնեն նման բաներ։ Քաղաքաշինության օրենքով դրանք կարգավորված են, բայց գործադիրները եւ առանձին մարդիկ այդ գտնում են ճանապարհները շրջանցելու եւ ոչ միայն իրենց կյանքն են վտանգի ենթարկում, այլ բոլոր բնակիչների։ Այսինքն օրենսդրական առումով խնդիր չունեք։ Խնդիր չկա։ Հիմնականում ստե շեշտը պետք է դնել, այսպես ասած, լանջավոր տանիքների վրա, ասենք 4-5 հարկանի շենքի տանիքների վրա, որ երևում են։ Հարթ տանիքները, դա 9 եւ ավելի հարկի, դե խնդիր ուրիշ է, որակի հետ է կապված, բայց ֆասադի, ասեմ, ճակատային մասի վրա այդքան չեն անդրադառնում։ Հիմա այս հարթ տանիքների խնդիրը ինչու՞մն է կայանում, հանրականը, որ կարդում եք մի քիչ, եթե ուղիղ ես քննարկում, նույն նյութից բանից, դա տենց չի։ Խնդիրը կայանում է նրանում, որ մենք բերենք մեր տանիքները նույն գույնավոր գամմայի մեջ ֆասադները, բանը, որ ասենք ներդաշնակ լինեն լանդշաֆտին, բնակլիմայական պայմանների, մենք տենց ենք դիտում։ Հենց այդ շենքին, որտեղ արվում է այդ հարցը։ Օրինակ, Երևանը մի հատ շատ սիրուն շենք էր կառուցում, անունը չեմ ուզում ասեմ, հիանալի հոկտեմբերյանին նարինջագույն տուֆով, մաքուր չիստիտյոսկայով բանով արած էր, բայց վերջում մի հատ շատ անճաշակ ցինկից կռիչ արեցին, լրիվ այդ շենքի տպավորությունը կորում էր։ Այսինքն խնդիրը ստեղ չի կայանում նրանում, որ նույն գնաք սովետի, ասենք, այդ լրիվ տիպարայինի բերենք, անդեմ ճարտարապետություն ունենանք։ Խնդիրը գնում է նրանին, որ աչք չծակի, ասենք,
գարմանիշն լինի, ներդաշնակը լինի, ասենք ներքին բանի հետ։ Հիմա տենց ենք նայել։ Հիմա ինչ ենք մտածում։ Նախագահի մոտ քննարկումներ եղել է վարչության պետերը բանը։ Մեկ մտածում եք հիմնականում առաջի փուլով կա ասենց կոչված հատուկ կարգավորման գոտիներ Հայաստանում, դա 12 քաղաք է ու Երևանի ասենք թե փոքր կենտրոնը պետք է ներգրավի, առաջինը տեղ արի, որտեղ գյուղերում մի քիչ ասենք դժվարություններ կլինի, պետք է այն շենքերի վրա տարածել, որոնք որ մասնավոր կառուցապատողն է կառուցում, որ հետագայում վաճառի, ասենք որ կարողանանք պահանջենք։ Ու կարգ ենք մշակում, կարգը հիմնականում ճարտարապետների հետ քննարկումները բանով ելնելով տեղանքի լանդշաֆտից, բնակլիմայական պայմաններից, շուկան ինչ առաջարկ ունի, ասենք տանիքային, ասենք թե բանը նյութերից, հավելված սարքենք, որ ասենք ստեղ ինչ որ կարելի է այս գույնավոր գամմայից տանիքների իրականացնել։ Հետո դա այդ կարգը որ հաստատվեց կառավարության կողմից, պահանջեք, որ համայնքի պետերը ԱՊԶ կոչվածում ճարտարապետական առաջադրանքով պարտադիր ներգրավեն այդ պահանջը եւ հետևեն, որ դա իրականացվի։ Դա վերաբերում է, ասենք, գույնավոր բաներին։ Ինչպես ասեց պարոն Մինասյանը, շատ լուրջ խնդիր է, ասենք, այդ ձեղնահարկերի մասարդու կոչվածների խնդիրը, որտեղ գիտեք, այնտեղ այսօր ճիշտ է, օրենսդրությունը մի կարգավորում է, բայց խնդիր կա, որ նա գնում է, ասենք, թե մասնագիտացված կազմակերպությունից տեղեկան հավերցնում, որ շենքը գտնում է բավարար տեխնիկական վիճակում։ Ու հանգիստ կառուցում է բետոնով, բանով շատ մի հզոր մասարդ, որ բայց խնդիրը նա է, որ այդ շենքը հաշված է 7 բալի տակ։ Ներկայումս Երևանը 9 եւ ավելի բալականություն ունի։ Ու մենք իրավունք չունենք մի հարկ ավելացնենք, որ կտրուկ իջացնում է սեյսմոկայունությունը։ Այսինքն հիմա մոտեցում մենք sense ենք պատկերացնում, որ տեխնիկական եզրակացության մեջ պետքա լրացուցիչ տողեր ներգրավել, քանի բալի տակ է հաշված եղել այդ շենքը, ներկայումս սեյսմիկ վնտագը քանի բալ է, իր տեխնիկական վիճակը, ու այդ շենքի վերաբերյալ ինչ սեյսմոզինվածության միջոցառումներ է պետք անել։ Եթե տեսնում եք լուրջ խնդիրներ կա, պետք չի թույլ տալ որտե մանսարդ։